Հարցս ուղղում եմ երկու բանախոսներին, էլ վաղը ապրիլի 24-ն է եւ պետական մակարդակով որևէ միջոցառում կազմակերպված չի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանության 110-րդ տարելիցն է, սովորաբար այսպես ասենք կլոր տարեթվերին ինչ որ պետական մակարդակով հանձնաժողովներ են ստեղծվել նախկինում, միջոցառումներ են ծրագրավորվել։ Այս տարի ես համենայն դեպս չհանդիպեցի նման բան։ Սա արդյոք նշանակում է, որ ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ չունի, այսինքն այն պատմական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություն է եղել Փաշինյանական իշխանության համար, եւ Հայաստան խմբակցությունը օրինագիծ է դրել շրջանառության մեջ ցեղասպանության ուրացումը քրեականացնող, ինչպես եք պատրաստվում քվեարկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես կարծում եմ դուք շատ տպավորված եք նախկին բանախոսից, որը ներկայացնում է երիտթուրքերի հետ նախկինում կոալիցիա կազմակերպած կազմած դաշնակցությունը, կուսակցությունը, ու ես կարծում եմ նախկին երիտթուրքերի նախկին կոալիցիոն գործընկերներից այդքան տենց տպավորվել պետք չի առհասարակ, այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ իրական Հայաստանում ցեղասպանությունը տեղ պիտի չունենա առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն պիտի չլինի, ինչպես օրինակ տեղի ունեցավ նաև 23 թվականին Լեռնային Ղարաբաղում, որ մեր գործընկերները պնդում են, այսինքն էլի դաշնակցություն եկավ իշխանության ու էլի հերթական անգամ տեղի ունեցավ մեծ հաշվով էթնիկ զտում հայերի նկատմամբ ու նմանատիպ բաներ իրական Հայաստանում այլևս երբեք պիտի չլինեն։ Իսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության հիշատակին, ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է, ի տարբերություն օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման, որը Ջո Բայդենից նախագահ խնդրել է փոխնախագահ այդ ժամանակվա, խնդրել էր շատ չթեժացնել ցեղասպանության ճանաչման հարցը, եւ փոխնախագահ Ջո Բայդենը դրա մասին պատմել էր հայ համայնքին, ի տարբերություն օրինակ Ռոբերտ Քոչարյանի, որը Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում էլի ԱՄՆ նախագահներին տեղեկացրել էր, որ ինքը պատրաստ է, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, նախագահ Քոչարյանը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում սենատորներին խնդրել, որպեսզի նրանք չճանաչեն հայոց ցեղասպանությունը, այսինքն մեծ հաշվով ցեղասպանության ուրացման քաղաքականություն վարած երկու քաղաքական ուժերը, Դաշնակցությունը ու Հանրապետականը, այսպես կարողացել են փոքրի շատ է ներազդել նաև ձեր վրա, որ դուք նմանատիպ հարց եք տալիս։ Մենք երբևիցե Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, չի փորձում ցեղասպանությունը դարձնել ինչ-որ վաճառելիք արտաքին հարաբերություններում կամ մնացածում, ինչպես օրինակ արել է Սերժ Սարգսյանը եւ արել է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք վաղը բոլորս միասին սկալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը եւ այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես ամեն տարի։ Իսկ որոշ միջոցառումներ կարծում եմ կան, չեմ կարող կոնկրետ ինչ-որ բաներ ասել, բայց այդ չգիտեմ ինչի մասին եք էլի մեծ հաշվով հարցնում։ Նախ խնդրեի գնահատական չտայիք իմ հարցերին, թե ես տպավորված եմ, թե ոչ, ես ընդհանրապես հարց եմ ուղում, ես բացարձակ տպավորված չեմ։ Իմ հարցը ուրիշ բանի Շատ հաճելի է, որ դուք էլ տպավորված չեք երիտթուրքերի նախկին կոալիցիոն գործընկեր դաշնակցականներից, շատ ողջունում եմ ձեր չտպավորված լինել։ Ես իմ հարցը ուրիշ բանի մասին էր, իմ հարցը նրա մասին էր, թե արդյոք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը իրական Հայաստանում տեղ ունի, թե ոչ, թե Փաշինյանական իշխանության ձգտումը Թուրքիայի հետ հասնելու խաղաղության ցեղասպանությունը արդյոք այդ ճանապարհին խոչընդոտ է, թե ոչ։ Իմ հարցը սրա մասին էր։ Ձեր հարցը խիստ անհասկանալի է եւ ինձ միշտ զարմացնում է ինչու են ձեր հարցերը ծնվում բացառապես ընդդիմության թեզերից եւ իմ տպավորությունն է, որ երբ որ մենք ձեզ բան ենք ասում, դուք մեզ չեք լսում կամ չլսելու եք տալիս։ Դուք չեք հետևում քաղաքական իրադարձություններին, չեք տեսնում մեր արձագանքներն ընդդիմության եւ ընդդիմության դատարկ մտքերը։ Դուք հիմա ինչ հարց եք տալիս։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Ես տեսա, որ Դաշնակն ասեց Յան ազգանունով մարդ չպիտի լինի, որ մերժի ուրեմն ցեղասպանությունը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած։ Որևէ վերջածանցով վերջացող ազգանունով մարդ չի կարող մերժել այն պատմական իրողությունը, որը տեղի է ունեցել։ Եվ արձագանքելով նաև ընդդիմության այս կեղծ եւ կեղտոտ, շատ կեղտոտ նաև պնդումներին պետք է երկրորդեմ գործընկերոջս բոլոր ասած փաստերը դրան հավելեմ։
Ձեր կողմից հիշատակված մարդիկ, որոնք փորձում են մեղադրանքներ ուղղել, ուրեմն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը հարգելիս ոչ թե փաշինյանական իշխանությանը, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ։ Ինչպես կարա լրագրողը նստի եւ ասի փաշինյանական իշխանություն։ Դուք լրագրող եք թե ընդդիմադիր գործիչ։ Ես դա եմ ուզում հասկանամ։ Ասեք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, որոնք բարձրաստիճան պաշտոններ են եւ դուք պետք է հարգալից վերաբերեք այդ պաշտոնների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եվ ես ավելացնեմ նաեւ ուրեմն ձեր կողմից անընդհատ հղում արվող այդ ուժերին, թե ովքեր են իրենք։ Նրանք այն ուժերն են, նախ Օսման դաշնակներն են, ինչպես գործընկերը շատ ճիշտ հիշատակեց, 1915 թվականի ցեղասպանությունից հետո դաշնակները ուրեմն ներողություն, ցեղասպանությունից առաջ դաշնակները ուրեմն երիտթ թուրքեր հետ համագործակցում են ու իրենց անունը այդ ժամանակաշրջանում արդեն հայտնի էր որպես Օսման դաշնակներ։ Հիմա դուք այդ մարդկանց ուրեմն մեղադրանքներն եք փորձում մեզ ուղղել, այն մարդկանց, ովքեր որ Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել։ Արարատի նկարն էին հանել ուրեմն ազգային Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից։ Ու դուք գալիս եք այստեղ մի իշխանության ու մորոք ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն, բառն արտաբերում, ու դուք գալիս եք մեզ փորձում եք ուղղել ընդդիմության մեղադրանքներն առայն, որ մենք փորձում ենք ինչ որ մի կերպ ցեղասպանությունը սակարկման առարկա դարձնել։ Դուք Հայ2 հեռուստաընկերությունն եք, չէ՞ ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին պատկանող։ Դե էլի Ռոբերտ Քոչարյանի Մայրապետյանին, լավ, սենց ասեմ։ Իրան պատկանող հեռուստաընկերությունն եք աշխատում։ Լավ կլինի գնաք ձեր հեռուստաընկերության ղեկավարությանը հարցնեք ինչու էին ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին փորձում նաև սեղանին դնել ցեղասպանության հարցը, որը անհերքելի փաստ է։ Մենք չենք ենթադրում ինչպես ընդդիմությունը, չենք փորձում հորինել ինչպես ընդդիմությունը։ Մենք փաստեր ենք արձանագրում։ Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին առհասարակ ուրեմն մոտիկ չգալ ցեղասպանության թեմային եւ դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք։ Նույնը նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը։ Մեր արձագանքը շատ խիստ է լինելու այս թեմային, որովհետև ցեղասպանության թեման այնիշ տեղի է ունեցել են ողբերգությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման ենթակա չի այլևս, սակարկման ենթակա չի որևէ կերպ։ Շնորհակալ եմ։ Բայց վերադառնալով ձեր հարցին, ինչքանով տեղ ունի ցեղասպանությունը իրական Հայաստանում, առհասարակ ցեղասպանություններ իրական Հայաստանում այլևս չեն լինելու, բայց ինչ տեղ ունի 15 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը Հայաստանում, դե այնքանով տեղ ունի, որ ցեղասպանությունը կազմակերպած քաղաքական ուժին երիտթ թուրքերին ինչ որ առումով նաև իշխանության բերած դաշնակցությունը քիչ առաջ ձեզ այստեղ ճեպազրույց էր տալիս։